Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ պատերազմ է եղել, բայց պատերազմից հետո մենք տեսնում ենք, ինչ վիճակ է։ Գիտենք, մարդու ոտքը ավելի մեծ է ցավալով, մասշտաբով, քան ձեռքը, դրա համար ավելի շատ վնասում է ոտքը, բացի դրանից գիտենք, որ ռեկաշետով գետնից խփում է արկը կամ որևէ ցևով ավելի շատ ոտքն է վնասում, էլ չենք խոսում հետևակային ականները, որի վրա կանգնեց եւ վնասում։ Տասնյակ հազարավոր նման հայրենակիցներ ունենք մենք տարբեր պատերազմների ժամանակ։ Ինչ որ մի պրոտեզ լուծելով հարց ենք լուծում։ Մենք այդ մարդկանց ուղարկել ենք պատերազմ։ Նա գնացել է հայրենիքի համար կռվելու։ Պետությունը նրանց համար ինչ ա մտածում։ Այսօր այդ մարդիկ մանավանդ վերջի պատերազմից հետո երբ որ պարտվել են, հոգեբանական վիճակը նայեք։ Նա կյանքը գնացել է վտանգել, զոհել է, վիրավորվել եկել է ընտանիքի կերակրողը։ Հիմա այսօր ինքը դարձել է ընտանիքի համար բեռ։ Համարում եք, որ այդ նպաստը բավարար է նրա տուն պահելու համար, նրանցի դեղերի հազիվ հերիքի։ Էլ չեմ խոսում մնացած հարցերի, բայց չմոռանանք, որ նրա խնդիրը մենակ իր դեղերը չէ։ Նա տունը կերակրողն էր։ Նա այսօր չի կարողանում մի շքամուտ մտնի։ Դուք տեսեք այդ հին շենքերում հարմարեցված է արդյոք նա անվասայլակով նա կարողանա մտնի տուն։ Կամ էլ թե չէ մեստոր գետնի անցումները կամ հազարով մի տեղեր։ Գործնականում այդ մարդը չի կա, նախ չի էլ ուզում դուրս գա տնից, չի էլ կարողանում դուրս գա տնից։ Ո՞վ է այդ մասին մտածելու։ Եկեք մտածենք երկու խնդիր։ Առաջինը ինչ ենք անում, որ երկիրը նման հարցերում շատ ավելի ակտիվ ձևով է հարցելուծենք, որ մարդը լիարժեք կարողանա ինտեգրված լինի կյանքին, եւ երկրորդ, այդ երկուսը զուգահեռ պետք է անել, ոչ թե մեկը անել կամ մյուսը կամ մեկը մյուսի հաշվի։ Եվ զուգահեռ մտածենք, իսկ գուցե այդ մարդիկ կուզենային ինչ որ մի միջավայր լիներ, մի բնակավայր լիներ, որտեղ իր նմանների հետ են իրանք ապրում, հանգիստ գնային եւ այդտեղ ապրելով այդ բնակարանները, որի մասին ասենք խոսում ենք, որ իրանք կարող են նաև ստանան, հիփոթեկային վարկով ստանան այդ բնակարանները եւ գրավ դնեն, որ որևէ մեկը չմտածի, այդ մարդիկ աշխատանքի մեջ ներգրավեն իրանց ընտանիքը եւ իրանք։ Այսինքն այսօր այդ ինչ մի խնդիր է, որ մենք կարողանանք այսօրվա տեխնիկայի պայմաններում բարդ է այսօր ձեռքով կառավարվող մի հատ մեքենա ունենալ, որ մարդիկ տաքսի քշեն։ Շատ դեպքերում մտածում են, բա եթե ինքը հաշմանդամը լի, բա ոնց է օգնելու ուղևորին։ Եթե առանց ուղևոր տաքսի են քշում, ով է օգնում ուղևորին։ Ինչա այսօր բարդ է, այսօր մի շարք քաղաքներում դուք կարող եք դա տեսնել։ Անագես, որ ասեք, տեսել եմ դա Հոլիվուդում էլ կար եւ Բևերլի Հիլսում էլ կար, մնացած տեղերում այդքան չի հանդիպում, որ առանց վարորդ տաքսի էր։ Բերեք մտածենք այդ ուղղությամբ։ Բերեք մտածենք այդ մարդկանց համար պայման ստեղծենք, ասենք որ այս նախագիծը անենք, նաև ինչ որ միտեղ, այո, ոչ միայն ձեռքով կառավարվող, այլև հատուկ ստանդարտով կառուցենք։ Այո, թող վարորդը թեկուզ մեջտեղում նստի, որովհետև աչակողմյան երթևեկության, ձախակողմյան երթևեկության համար պատերազմը մենակ մեր մոտ չի, բոլոր տեղերում էլ կա։ Մտածենք, որ նա առանձնացված է լի սալոնը մարդկանցից, հանգիստ երկու շարքով իրանք նստեն, ինքն էլ կոմֆորտ զգա, որ ինքը ներս է մտնում որևէ տեղից նստի, այս կողմից կլինի, թե այն կողմից կլինի, ինքը հանգիստ նստի, մտածենք այդ պատվերը տանք, մարդիկ կառուցեն մեքենա, ասենք էլեկտրոմոբիլա, որը ձեռքով կառավարվող է։ Այդ մարդկանց սիրուն ծառայություն ստեղծենք, այդ մարդը աշխատի, փող աշխատի, տան փողն էլ վճարի, ընտանիքին էլ օգտակար է։ Ինչ մի խնդիր է։ Այո, մենք նրան նոր կյանք տանք։ Կարեկցելը չի հարցը։ Այդ մարդը աշխատող մարդ է, այդ մարդը չի վախեցել կյանքը վտանգել։ Այդ մարդուն դուք ուզում եք խղճակ։ Եթե մենք կարող ենք նրա համար պայման ստեղծել, նրան կյանք վերադարձնել։ Ասենք դու ես մեքենա կստանաս, դու ես ամեն ինչը կանես, իվիճալուս դա էլ խոսում ենք, այդ ծրագիրը որ ճիշտ է արդյոք մեքենան ղեկը կենտրոնում լի թե մի կողմ, այդ էլ ենք քննարկում Գուրգեն Սիմոնյանի հետ, շատ դեպքերում շատ հարցեր կա, որ նաև համագործակցության հարցը նաև ինչից է առաջանում, որ լայնախոհ մասշտաբային մտածող մարդու հետ կապված երբ որ մի բան քննարկում ես, լավ ես գը, որ չեն ասում, դե լավ ինչի հետևից ես ընկել, այսօր տեսնենք ինչա կատարվում, ինչի մասին եք խոսում եւ այլ եւ այլ։ Այդ նույն բանն ենք քննարկում, որ բերեք դա մտածենք։ Բերեք մտածենք, որ այդ մարդը այդ աշխատանքը ունենա, վաղը մյուս օր այդ սերվիսն էլ կլինի, այդ մեքենաները կունենան անպայման չի մենակ ազատամարտիկ լինի։ Այնքան մարդ կա, որ վթարից ոտքերը վնասել է, այդ մարդիկ կարողանան այդ մեքենաները ունենան, արդեն սերվիսն էլ կա, որովհետև հարյուրավոր մեքենաների սպասարկման խնդիր կա։ Մի անգամ պետք է այդ խնդիրը լուծել, որի պարագայում արդեն մենք արդյունք կունենանք։ Այդ մարդը լիարժեք ներգրավված կլինի։ Եվ իրան լավ կզգավորին կշարունակում ընտանիքը պահել։ Ընտանիքն էլ կգնա այդ տանը, այլ գործ կդնի կամ այլ հարցերում ներգրավված կլինի։ Ու այդ թաղամասը կամ այդ բնակավայրը ամբողջությամբ այնպես կլինի, ոչ մեկը իրան ված չի զգավորեն, մեկը հաշմանդամա կամ այս հոգեբանությունը դուք մտածեք։ Նա դուրս է գալի տնից, նա չարացած է, նա իր տեղը չի գտնում։ Դուք ուսումնասիրեք, քանի մարդ է դիմել ինքնասպանության, բայց չեն էլ շատ դեպքերում չեն ուզում, որ դրա մասին խոսեն, որտեղ ինքը ապագա չի տեսնում։ Մի հոգու ապագան ինքը տեսնի, 100 մեքենայի ապագան ինքը տեսնի, 10,000 մարդ հերթով կսպասի, երբ պետությունը իր մասին մտածում, որտեղ նա պետք է տեսնի պատերազմ ուղարկող պետության բարոյական մակարդակը, նա մտածում է դրա մասին թե չէ։ Այսօր մտածեք, ով նորմալ կրթություն ստացել է, այդ մարդկանց համար ստեղծենք IT տեխնոլոգիայի դասընթացներ, ինչքան ուզում է հեռավար անենք, ինքը իր տանը նստած չի ստացվելու։ Բերեք նա հավաքենք այդ բոլորին միտեղ, այդպիսի բնակավայրում գնան նստեն, համապատասխան դասախոսներ նստի դրա հետ աշխատի, մենք էլ մտածենք թե ոնց անենք, որ դրսից հատուկ նպատակային պատվերներ ստանան այս մարդիկ, որ այդ
ծրագրերը անեն, իրանց ապրանքը եւ իրանք հարկատու դառնան, իրանց լավ զգան։ Այդ մարդուն շատ հոգեբանորեն դուք պատկերացնում եք, մի ժամվա ընթացքում նա ուզեցել է իր երկրի համար ամեն ինչ անել, մի ժամ հետո այդ մարդը դարձել է հաշմանդամ, ու դուք ուզում եք այդ մարդը հոգեբանորեն հաշտվի այդ մտքի հետ, նա հոգեբանորեն չի հաշտվում այդ մտքի հետ, եւ հասարակության անտարբերությունը, այս միջավայրը, որին այդ ամեն ինչ իր մեջ չի գտնում։ Սա խնդիր է, որ գիտեք շատ դեպքերում ասում են քաղաքականության մեջ քաղաքականությունը անբարոյականությունը, չէ, այդպիսի բան չկա։ Անբարոյականը ամեն տեղ է անբարոյական։ Ինչ է որ երկրաշարժը եղավ, մի ցեմենտի կտոր չկտան սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերի մեջ, շատ բարոյական էին այդ շինարարները։ Ինչ այն բժիշկները, որ հայ երեխային վաճառում էին դուրս, շատ էին բարոյական։ Ուղղակի քաղաքականության մեջ այդ ամեն ինչը հրապարակային է։ Այդ ամբողջը միանգամից ջրերես է դուրս գալիս եւ միանգամից տեսնում են։ Դրա համար շատ կարեւոր է խնդիրը, որ մենք այդ բարոյական նորմերը մեր հասարակության համար ունենք։